Մենք շարունակում ենք առավոտ լուսոյի ուղիղ ընթացքը սիրելիներս, հիշեցնեմ այսօր հոկտեմբերի 17-ը օրը ուրբաթ, մենք շարունակելով մեր տաղավարում վայելում ենք մի մարդու ներկայություն, ով թերևս իր գործով մեծ ժառանգություն ունի հայ երգարվեստում եւ հաճելի է, որ այո, մենք վայելում ենք նրանց կենդանի ներկայությունը ու հաճելի է, որ դեռ մշակութային հսկայական ժառանգությունը վստահաբար երկար տարիներ ունենալու է իր ուրույն տեղը հայ երաժշտական մշակույթի մեջ։ Եվ ամենակարևորն այն է, որ այսօր ոչ միայն լսում, ճանաչում, այլ նաև հպարտանալու բազմաթիվ առիթներ ունենք, որովհետև երգահան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը չի շարունակ ստեղծագործումը եւ չի դադարում նորանոր ձեռքբերումներ ունենալ եւ մեր տաղավարում ներկայացնել։ Բարի լույս, պարոն Գևորգյան։ Ողջույն, բարև ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք ձեր թանկ ժամանակը նաև մեզ տրամադրելու եւ այս հաջողությունների մասին մեզ պատմելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, առիթից օգտվելով կուզենայի ողջունել նաև Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, քանի որ նրանք արդեն իրանց երեկոյան ժամը վայելում են մեզ հետ միասին։ Երեկոն իրենց։ Եվ փորձենք այս հաղորդման շրջանակներում մի փոքր ուրախացնել մեր հայրենակիցներին։ Մի փոքր չէ, մի քիչ շատ։ Հիմա ներկայացնենք ինչու։ WDPO համաշխարհային ռեկորդների գրքում Արա Գևորգյանը 3 նախաձեռնությունների համար դարձել է ռեկորդակիր։ Ես պարզապես հիշեցնեմ, որ WDPO-ն համաշխարհային կազմակերպություն է, որը համարվում է Գինեսի ռեկորդների քույր կազմակերպություն։ Մայստրո, մի շատ կարևոր ու հետաքրքիր բան կա։ Ընդհանրապես մեծ եւ հզոր գործերը, որոնք ի վերջո փսակվում են հաղթանակով, արվում են համեստությամբ, արվում են լռության մեջ, արվում են եկել են եթերում ցուցադրել։ Իհարկե մեր հրավերով, բայց իսկապես այդ տպավորությունն ունենք։ Երբ եւ ինչպես, խնդրում եմ մի քիչ մեզ մանրամասնեք, հասկանանք այս մտքերը որտեղից են գալիս ու դա Առաջինը կուզենամ ասեմ ինչ հրաշալի եղավ, որ համընկավ։ Ուրեմն մի ռեկորդը դա 200 կանոններով, որ գրված է Երևան եւ Երևանի ծննդյան օրը, սա եղավ իմ կարծիքով շատ լավ նվեր մեր եւ Երևանին, երևանցիներին եւ ընդհանրապես այդ ռեկորդը պատկանում է ոչ միայն ինձ, այլ այդ 200 կանոնահար երեխեքին։ Նաեւ ու մեզ բոլորիս նաեւ թույլ տվեք այդ երկրորդ ռեկորդը, որը այս 200 ուրեմն մի հատ գաղտնիք բացեմ, իրականության մեջ 200 չի, 230 է։ Ինչու չեմ կարողանում 230 թիվը ասել, որովհետև աթոռները 200-ն են, որով գրված է Երևանը։ Եթե վերևից նայի մեկը հաշվի կասի 200, բայց ոնց եղավ 230։ Ուշացած 30 հոգի եկան նկարահանման տաղավար, այդ տեղը հրապարակ եւ ուշացած էին։ Ինչ անեն, որ բոլորը նկարահանվեն 30 հոգու տեսահոլովակի այդ նկարահանման տեղից փոխեցինք, որ բոլորը լինեն կադրում։ Ինչ թվաց կողքե։ Չէ։ Բայց փաստորեն այստեղ ռեկորդն էլ կարելի է գերազանցել, որովհետև ռեկորդի 200 կանոնահարի համար է տրված, այս դեպքում 230 են նրանք։ Ինչպես որոշեցիք, որ պետք է ստեղծագործությունը հենց այսպիսի ձևաչափով ներկայացնեք։ Տեսեք, օպերատոր Արթուր Ղարայան, ռեժիսոր Վահան Սեթոյան, հրաշալի ինձ ընկերներ, հարազատ մարդիկ են եւ առաջարկությունը բնականաբար որպեսի գրեմ Երևան 200 կանոնով, առաջարկությունը իմն է։ Եվ դա է գաղափարը, բայց առաջացավ հրաշալի նաեւ գաղափար, որ այդ կանոնահարույները նվագեն Երևանի տարբեր փողոցներում։ Եվ այդ ընթացքում փոքրիկ բախումներ եղան նաեւ ոստիկանության հետ, որ հրապարակի կենտրոնում, այս ինչ եք անում, ասեցի տեսահոլովակ ենք նկարանում կանոնների մասին։ Թույլատվություն ունեք, ասացի ճիշտ ասած թույլատվություն չունեմ, բայց խնդրում եմ զանգահարեք ձեր ղեկավարին եւ տեղեկացրեք, որ Արա Գևորգյանը տեսահոլովակ է նկարանում եւ անչափ շնորհակալ եմ այդ ոստիկանին, որ ասեց Արա Գևորգյանին կարելի է։ Ու շարունակվեց նույնիսկ այդ տեղը ընտրելու գործում ես շատ ռիսկի մի քայլ էի արել, սա էլ եմ բացահայտում, հետաքրքիր է, զանգահարեցի այդ ժամանակվա ոստիկանապետին եւ խնդրեցի, որ Դավիթ Հաշենի կամուրջի վրա անենք այս Երևան գրածը, որ դրոնով շատ սիրուն կլիներ կամուրջից բարձրանալ, բան ներքևից վերև, շատ գեղեցիկ կլիներ, դա իմ առաջարկն էր էլի։ Ոստիկանապետն ասեց Արա ջան, եթե ուզում ես Դավիթ Հաշենցիները դառնան քո թշնամիները 15 րոպեով չես կարող փակել։ Մի խոսքով մարզամերգային համալիրը ամենալավ տեղն էր։ Եվ շարունակեմ
ասենք սա կանոնների վերաբերյալ, որ համընկավ Երևանի ծնունդին։ Եվ երկրորդը Կրկին հոբելյանական։ Էլի հոբելյանական Ջիվան Գասպարյանի ծնունդն էր օրեր առաջ եւ 90-ամյակը 112 դուդուկահարների այս կատարումը, որը ստացավ էլի ռեկորդի սերտիֆիկատ, ուրեմն համընկավ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրվա հետ։ Շատ հիանալի ստացվեց։ Իսկ Ջիվան Գասպարյանի պատմությունը շատ ավելի հետաքրքիր է։ Վարպետին առաջարկեցի 90-ամյա հոբելյանին, ասի վարպետ 90 դուդուկով գալիս եմ շնորհավորելու։ Այ Ասեց Արա ջան, անհնար բան ես ասում։ Նման բան ոչ եղել է, ոչ էլ կարող է պատահի որ լինի։ Որովհետև դուդուկահարները բծախնդիր շատ ուրիշ տեսակ մարդիկ են, նրանք չեն համախմբվի։ Ասի փորձեմ վարպետ ջան, կստացվի։ Եվ բարեբախտաբար մանկավարժական համալսարանի դահլիճում մեր սկսեցինք փորձերը եւ երբ որ համացանցում տեղադրեցի, որ հրավիրում եմ նոտա կարդացող դուդուկահարներին, եկան ճիշտ է, այս ռեկորդը ինձ այդքան դուր չի գալիս մի պատճառով, հիմա կասեմ ինչու։ Մի խոսքով 112 դուդուկահարներ եկան եւ ռեկորդը կայացավ օպերայի դահլիճում վարպետ Ջիվանի հետ, այդ բոլորը նվագեցին ամեն հայր սուրբ ստեղծագործությունը, որի պարտիտուրը բերել էի ինձ տվել էր Հովհաննես Չեքիջյանը, մայեստրո։ Նույնիսկ ուզում էի, որ երգչախումբն էլ միացնել այս ամեն ինչին, բայց հետո հասկացա, որ եթե երգչախումբը միացնում են պետքա Հովհաննես Չեքիջյանը ղեկավարի, իսկ եթե Հովհաննես Չեքիջյանը իր հայացքով, իր մատների թրթիրով կարողանում է երգչախմբին երգացնել, ապա դուդուկահարների նվագացնել կլիներ շատ դժվար։ Եվ դրա համար որոշեցինք, որ հրաժարվենք դրանից եւ Հրաչ Նազարյան, մեր մանկավարժական համալսարանի դասախոսներից ղեկավարեց եւ ամեն ինչ անցավ հիանալի։ Այստեղ այդ ռեկորդը ինչ եմ ասում, ինձ մի քիչ դուր չի գալիս, որովհետեւ մենք գտնվում ենք ախր դուդուկի երկրում։ Դուդուկի երկրում 112 դուդուկահար հավաքելը դա ռեկորդ համարել, մի քիչ դրա համար է բանալ։ Դուք ավելին եք ուզում։ Հազարներով լինեն մեր դուդուկահարները, միայն դրա համար իհարկե։ Պարոն Գևորգյան, ներողություն եմ խնդրում, իհարկե մինչ երրորդ ու շատ կարևոր նորության մասին էլ կխոսեք, ես ուզում եմ շատ կարևոր մի բան հարցնել։ Երբ հավաքում ենք մի գաղափարի շուրջ 100-ից ավել մարդ, այս դեպքում 112, կանոնահարների դեպքում 230, վստահաբար կա մի խորքային ուրիշ մտածողություն եւ հոգեբանություն, բացի իհարկե, որ հնչեղությունը կամ պարզապես տեսողական հաճույքը շատ ավելի ցայտուն է, շատ ավելի գեղեցիկ է դիտել այդ ամենը, ի վերջո ինչ խորհուրդ ունի այս ամենը ձեզ, ինչ եք ուզում ասել, ինչ եք ուզում հստակ ներկայացնել հանրությանը։ Այստեղ շատ հետաքրքիր ուղերձ կա, ինչին ցանկանում ես հասնել, ինձ թվում է հնարավոր է հասնել, եթե կա դրա հանդեպ մեծ սեր, եթե կա դրա հանդեպ ազնվություն, որ այդ ամեն ինչի մեջ կա սեր ու ազնվություն, ուրիշ բան չկա, որ ձգտում եմ ու ցանկանում եմ դա իրականություն դարձնել։ Նաև գիտեք ինչ կա, հիմա երրորդ ռեկորդն էլ որ ասեմ, հետո դրանից հետո կանցնենք նոր սպասվելիքին, որի մասին մենք արդեն մի քանի գաղտնիք գիտենք։ Ուրեմն այս երրորդ ռեկորդը երաժշտական ասպարեզում է նորություն, այո։ Բաս կանոնն է, որ աշխարհում գոյություն ունեցող երաժշտական գործիք, որը ստեղծվել է գաղափարը իմն է, պատրաստող վարպետները մի քանիսն են, բայց ամենագլխավոր վարպետը դա Ալբերտ Զաքարյանն է, որին շատ շնորհակալ եմ եւ ցավում եմ, որ ինքը արդեն մեր կյանքում չկա, հանդերձյալ կյանքում է։ Եվ բաս կանոնը այնքան կարևոր է մեր իրականության մեջ, որ մեր ժողովրդիկները միշտ օգտագործում են կանտրաբաս, որովհետեւ բաս հնչողությունը այսօր պահանջված ձայն է մեր ցանկացած երաժշտության մեջ։ Երիտասարդները մանավանդ սիրում են բաս այդ գործիքը, հնչողությունը, բոլորս ենք սիրում, որ լավ sense մսոտ հնչի։ Եվ այս բաս կանոն ստեղծելու պահանջը կար, որտեղից սկսվեց, երբ ես ձայնագրեցի 50 կանոնով մի ստեղծագործություն, ինձ օգնեց Հասմիկ Լեյլոյանը, այդ 50 կանոնահարներով մենք անժամանակ դեռ մարզամերգային համալիրում արձագանք ստուդիան կար, այդտեղ ձայնագրեցինք այդ 50 կանոնով իմ մուշ ստեղծագործությունը եւ ինքը վատ էր հնչում։ Ասում եմ, ի՞նչն է պատճառը, համակարգչով բասի պարտիան օկտավա իջացրի ներքև։ Իջացրի մի քիչ ավելի եկավ տեղը։
հետո մի քիչ մշակումից հետո ավելի լավը դարձավ ու ես քանի որ որոշել էի միայն կանոններով անել այդ ստեղծագործությունը, ել չէի օգտագործի այլ գործիք։ Դա համար Google-ով ման եկա, որ փնտրեմ, տեսնեմ ինչ կա այդ բաց կանոն, այդ տեսակ գործիք, որտեղ սա աշխարհում գոյություն չունի, ասի ուրեմն պետքա ստեղծել։ Երբ դիմեցի Ալբերտ Զաքարյանին, զարմացավ։ Ասեց Արա ջան, պետք է մի հատ դաշնամուր քանդեմ, կոնտրաբաս քանդեմ, որ մի հատ ուսումնասիրեմ ձայնածավալը եւ այլն եւ այլն։ Եվ մենք այդ գործիքը ստացանք, իդեպ փայտը բերեցի Տուապսե քաղաքից, անձամբ տախտակներով անցել եմ Մաքսատուն։ Հետաքրքիր որքան ժամանակահատվածում լիարժեք պատրաստ եղավ երաժշտական գործիքը։ 20 օրվա ընթացքում։ Վարպետը պատրաստեց, իհարկե այնտեղ տարբեր ուրիշ դետալներ, ուրիշ վարպետներ պատրաստեցին, լարերը Պիրաստրոյի եւ Տոմաստիկ ֆիրմայի ամենալավ լարերը դրեցինք, մետաղյա լարեր, եւ այդ բաց կանոնը հիմա օգտագործվում է Սայաթնովա աշխուղական նվագախմբում, անկեղծ ասած սարքեցինք 5 գործիք, մեկը նվիրեցի Երգի Պարի անսամբլին, մեկը նվիրեցի ազգային նվագարների պետական նվագախմբին, Պարոն Գևորգյան, հեղինակային իրավունքները գործիքի գրանցված են։ Գրանցված եւ պահպանված են։ Հայտնենք նաեւ բոլոր այդ մարդկանց, քանի որ 5 գործիք էր պատրաստված, առիթ հանդիսացավ, գիտեք ով Միլենն երկչուհի պատանի աղջիկը, որը 11 օկտավա երգում է, ձայնածավալը իր դիապազոնը այդքան մեծ էր եւ ինքը ռեկորդներ էր շահել եւ իր մայրը ինձ ուղղություն տվեց, երբ որ սա ցուցադրեցի, ասեց ինչու չեք ներկայացնում։ Ասի ես ձևը չգիտեմ ճիշտ ասած։ Եվ երբ որ ինքը ձևերն ասեց, ես 3-ը ներկայացրեցի, իհարկե ես էլի ունեմ, որը կարող էի ներկայացնել, բայց ասել այս 3-ը տեսնենք ինչ կլինի։ Իսկապես շատ հետաքրքիր է զրուցելը, վարքյանը շատ արագ է թռչում, մենք հիմա կընդհատվենք գովազդով, որից հետո շատ հետաքրքիր ապագայում կատարվելիք ծրագրերի մասին մայստրոյի հետ կշարունակենք մեր զրույցը, համեցեք։ Շարունակվում է մեր եթերը, հիշեցնենք, որ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ երգահան Արա Գևորգյանը եւ մենք հպարտությամբ պատմում ենք այն բոլոր հաջողությունների մասին, որոնց թիվը այս պահի դրությամբ դեռ 3-ն է, WDPO վարկածով դուք ստացել եք 3 ռեկորդ, բայց դրանց թիվը պետք է շարունակվի, որովհետեւ ունենք ապագա պլաններ։ Բայց դուք չեք կարծում, որ հենց նորը որ մանե ջան դուք հայտարարեցիք, ինձ մոտ այդ բոքսի տպավորություն ստացա WBO, DPO, այո։ Այստեղ նույնն է, ճիշտ է, Գինեսի ինքը նույնն են իրանք, բոլորը իրար միացված համագործակցող կառույցներ են, Գինեսի ռեկորդների գիրքը, WDPO-ն եւ Ինտերրեկորդ, եթե չեմ սխալվում, եւ գլխավոր իրանց գրասենյակը Մեքսիկայում է։ Եվ ինչ ասեմ, ես ուրախ եմ եւ կարող եմ ասել, որ այս հաղթանակը ես կիսում եմ բոլոր մասնակիցների հետ, որովհետեւ դա իմ գաղափարն է իմը, իրականացնողները ուրիշ մարդիկ են։ Նրանք բոլորը այս ռեկորդների ոնց ասեմ, համահավասար մասնակիցների հետ կիսում եմ բոլորը եւ շնորհավորում եմ բոլորիս, որ համաշխարհային գրքի մեջ մեր դուդուկի մասին գրվել է, կանոնի մասին գրվել է եւ Հաջորդը կարող ենք նաև առիթն օգտագործել եթերային եւ հայտարարել, թե որ երաժշտության ուղղվածությունն է անհրաժեշտ։ Հիմա 2 բառով փորձեմ ասել, պատմել ինչ եմ ուզում անել։ Ուրեմն մեր այսօրվա իրավիճակը, ինչ որ մենք տեսնում ենք մեր քաղաքական դաշտում, մեր բոլորի տներում, մեր խոսույթների մեջ, որ մի քիչ բաժանվել ենք իրարից, սև ու սպիտակ ենք դարձել։ Ես այս վերջի նախագծով ուզում եմ այդ սև ու սպիտակի հաշտեցման պրոյեկտ եմ մտածել, բայց ուրեմն պատմությունը հետևյալն է, որ 2 ուսանող ունեմ, իրար շատ նման 2 եղբայր են, եւ երբ որ քննության էին մտել նրանք, դհոլ էին նվագում։ Եվ քննությունից երբ որ նվագեց դուրս եկավ, երկրորդը մտավ, ասի դու նոր չեկար, ասեց դա եղբայրս էր։ Եվ որ նայեցի իրան, պատկերացրեցի, որ իրանք հայ ժողովուրդն են, հիմա կիսվել են 2 մասի, եւ դհոլներով պետքա իրար կներեք արտահայտությանս համար, պետք է իրար հայհոյեն դհոլներով։ Եվ 2 տակտ մեկը, 2 տակտ մյուսը, 2 տակտ նա, 2 տակտ նա, հետո քիչ-քիչ պետք է մոտենան էս տակտերի մեջի այդ հարց ու պատասխանները, հայհոյանքները, կոպիտ ասած, պետք է մոտենան եւ իրանք պետք է շատանան։ Դառնում են մոտ 1000 հոգի, տենց է նախատեսված, 500 սև, 500 սպիտակ,
դհոլներով իրար հայոյում են, այնքան են մոտենում ու խառնվում են իրար։ Ոնց որ այսօր այլ իրար չենք լսում։ Բայց հայտնվում է այդտեղ մի լույս։ Եվ հայտնվում է մի լույս, հայկական տարազով աղջիկ եւ ճճում է բոլորի վրա, որ վերջ տվեք, եւ քար լռություն եւ լսվում է աղջկա շունչը միայն, եւ այդ բոլորը միասին սկսում են նվագել ու բոլորը դառնում են հայկական տարազով ու նվագում են մեր քոչարու ռիթմը։ Քոչարու ռիթմը նվագելուց տակից արդեն պարտիտուրան գրել եմ, պատրաստ է, գործիքավորումը կիսատ եւ մտնում է Տեր Ողորմյան։ Այդ ուժեղ հարվածների մեջ շատ շաքաղվելու բան է ստացվում, որից հետո քոչարին է գալիս եւ բարի խմբեր կան, որոնք պետքա մտնեն եւ դրոնից վերևից որ նայենք, այդ ամեն ինչը սեր գրած ենք տեսնելու։ Թվում է թե պարզ, բայց ամենակարևոր կոչը ոչ միայն Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, սա ըստիս վերաբերում է ողջ աշխարհին։ Այո, որովհետեւ այդ խնդրը մենք վաղուց ունենք, երբ որ մեր ավանդական կուսակցությունները Սփյուռքում համերաշխ չէին իրար հետ, հիմա մի քիչ ավելի թեթևացել է վիճակը, բայց ժամանակին նույնիսկ իրար երեխեք չէին ամուսնացնում, կոնկրետ Դամասկոսում, ասենք 50-ական թվականներին։ Մենք շնորհակալություն ենք ձեզ հայտնում, մենք շատ երկար կարող ենք ձեզ լսել, խրատվել, վայելել ձեր ներկայությունը։ Շնորհակալ եմ, ես ինքս եմ շնորհակալ, որ կարողացա ցուցադրել այս ուրախությունը կիսել բոլորի հետ, որովհետև սա բոլորինս է։ Մի ծանրամարտիկ, որ ծանրամարտին նման է, 3 հրում փոքում եւ երկամարտի արդյունք։ Սա ձերն է, Երևանինն է, Հայաստանինն է եւ բոլորինս։ Աշխարհին, այո, շնորհակալ ենք։ Շնորհավորում եմ, ես էլ եմ շնորհակալ։ Մենք շարունակենք մեր ընթացքը սիրելիներս, այս պահին իհարկե երաժշտական ռիթմերով շարունակելով համեցեք։